Norquis Batista, Juan Pablo Nava, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Մակո, ես չեմ ուզում մեռնել, Մակո, չեմ ուզում մեռնել։ Հանգստացիր Գոյտա, ես ցույց չեմ տա, որ քեզ հետ մի վատ բան պատահի։ Հանգիստ Գոյտա։ Սա ընդհանրապես փոքր կարկած է, հանգստացիր։ Զգույշ եղիր, Մակո, Մակո կամաց։ Ես ուզում եմ դուրս գալ մեքենայից։ Ոչ, հանգստացիր Գոյտա, ներքև իջիր։ Դե Գոյտա, ցած իջիր։ Ոչ, չեմ ուզում։ Միան հանգստացիր Գոյտա, հատակին նստիր։ Բան չի լինի։ Չափազանց շատ վստահելու համար դու կարող ես սպարտվել։ Որտեղից ես սա գտել։ Արդեն ասացի մեքենայիդ միջից։ Իսկ ինչու ավելի շուտ չես բերել։ Դե որովհետև շատ գործեր ունե եւ մոռացել էի, բայց հիմա այն ձեզ մոտ է։ Տես որ ես ուզում եմ օգնել քեզ քո հետաքննության հարցում, իսկ հիմա ներեցեք։ Ես պետք է գնամ։ Լսիր Աուրելիո, նա արել, սա նա արել, Օվիդիոն է վանականը, հաստատ, դա ջրի նման պարզ է։ Իհարկե, նա է ուզում մեզ սպանել, նա է քրոջը սպահում, իհարկե։ Հանգստացիր, Իշեր, ես չեմ կարող որևէ բան անել նրա դեմ, որովհետև ապացույցներ չունեմ։ Ես արդեն ձանձրացել եմ, ինչի համար ենք այսքան գլուխ կոտրում, մտածում, պարզվում է, որ իմ անիմաստ է այդ ամենը, ախր վանականը հենց մեր քթի տակ է, վանականը Օվիդիոն է, աղաչում եմ քեզ Աուրելիո, ախր դա պարզից էլ պարզ է։ Ես հասկանում եմ, բայց չեմ կարող սխալվել, պետք է վստահ լինեմ, ես սխալվելու իրավունք չունեմ, հիմա միայն ուզում եմ հասկանալ, թե ինչ է այդ հաղորդագրությունը նշանակում։ Ես ոչինչ չեմ հասկանում, ինչու կարգին չես բացատրում։ Միգուցե այդպես հասկանամ։ Խորամանկ, իսկ ավելի լավ չի լինի, եթե ինձ օգնես եւ ուտելու մի բան պատրաստես։ Ես պատրաստ եմ, բայց ես խոհարարությունից գլուխ չեմ հանում։ Բացարձակապես։ Ոչ։ Այդ դեպքում արի սկզբից սկսենք։ Լավ լվացվիր, այ այսպես։ Գիտես հիմա ինչ կպատրաստենք։ Ինչ։ Պիցցա։ Պիցցա կաղամբով, ծովախեց գետնով, ութոտնուկով, խեցեմորթով։ Շատ խառնիճաղանջ բան է, չէ՞։ Դա հատուկ դինոզավրիդ համար է։ Բայց ինձ պետք է պատտրես, թե ինչ անեմ։ Նախ առաջին հերթին պիցցայի համար կարևորը խմորն է։ Այն պետք է փափուկ եւ դյուրամարս լինի։ Պետք է լինի, ախր ինչպես բացատրեմ քեզ, լավ տեքրս։ Հապա այստեղ դիպչիր։ Հետևիս։ Խնդրում եմ Ագրիպինա, իսեր աստծո։ Տեքրս, մոտեցիր եւ ձեռք տուր հետևից, մի վախեցիր։ Դե լավ։ Երկու ձեռքով։ Այ հիմա կտեսնես, թե խմորն ինչպիսին պետք է լինի։ Դե, ախորժալի է, չէ՞։ Դիպչիր դե։ Ես չեմ կծում, մի վախեցիր։ Լավ։ Դողդողալով մի արա։ Հասկացա, պարզ է։ Իսկ հիմա վերցնում ենք ալյուրը ու վրան ջուր ենք լցնում, որպեսզի պատրաստենք պիցցայի խմորը։ Հիշում ես։ Իմ հետևը ինչպիսին էր, դա էլ պետք է այդպիսին լինի, հասկացար։ Հասկացա։ Շատ լավ։ Իսկ հիմա ջուրն ենք լցնում։ Զգույշ, վերնաշապիկը չկեղտոտես, թևքդ բարձրացրու։ Այո։ Լավ է, իսկ հիմա պետք է սրա վրա աշխատենք։ Արի օգնիր ինձ։ Ձեռքերդ մեջը դիր։ Հիշիր, թե ինչպիսին էր, ձեռքերով տրորիր խմորը։ Հիմա սկսիր տրորել այն, այ այսպես ուժեղ, դե։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան այն չէ, Կոնստանսա։ Ակվիլեսն առաջվա նման ուշադիր չէ իմ հանդեպ։ Բրոմիլիա, բայց դա քո մեղքն է, դու նրան շատ վատ ես վերաբերվում, դու նրան գորգի տեղ ես դրել ու քայլում ես վրայով։ Դե երբեմն նրան անտեսում եմ, բայց չեմ կարծում, որ Ակվիլեսը կարող է սիրուհի ունենալ։ Ախ, ընկերուհիս, ով իմանա, հիմա տղամարդկանցից ամեն ինչ սպասելի է։ Բայց ասա, դու Ակվիլեսի մեջ որևէ տարօրինակ բան նկատել ես։ Այո։ Այն չեկը, որով նա վճարումներ է անում ոսկերչական խանութին։ Ակվիլեսի նման տղամարդը, որ չի սիրում որևէ բանի վրա փող ծախսել, հիմա սկսել է զարդեր գնել խանութից, շատ տարօրինակ է։ Իսկ դու չգիտես, թե նա ում համար է գնել դրանք։
Ոչ, ոչինչ չգիտեմ, բայց չեմ կարծում, որ Աքվիլեսի կյանքում ուրիշ կին լինի։ Նրա աչքերը միայն ինձ են տեսնում։ Դե լավ, լավ։ Գուցե դու ճիշտ ես, բայց դու պետք է զգույշ լինես, որովհետև չի բացառվում, որ շատ կանայք կփորձեն գայթակղել ամուսնուդ։ Դու պետք է շատ զգույշ լինես։ Ճիշտ ես, Կոնստանսա։ Ես չեմ կարող Աքվիլեսին աչքաթող անել։ Չեմ կարող։ Մտածիր Մակիտո, մտածիր Մակո, մտածիր։ Աստված իմ օգնիր մեզ, որ վթարի չենթարկվենք։ Ոչ, հանգստացիր Մակոն այստեղ է, մի վախեցիր Գոյիտա։ Լավ, հանգստացիր Գոյիտա, հանգստացիր, լավ։ Մի արտասվիր, լսում ես, թե չէ հեղ կլինի։ Դե լավ, վերջ Գոյիտա, բավական է։ Մակո, մենք փրկվել ենք։ Այո, Գոյիտա, այո, հանգստացիր, մենք ողջ ենք։ Եկնային Տերը օգնեց մեզ, տեսնում ես։ Մենք նրան աղոթեցինք, իսկ նա փրկեց մեզ։ Վերջ Գոյիտա, ամեն ինչ ետևում է։ Ես Մակո մի անգամ փորձել ենք ներս մտնել, բայց չստացվեց։ Իսկ դու երբևէ այնտեղ եղել ես։ Շատ վաղուց, երբ ես ու Օվիդիոն նոր ենք սկսել հանդիպել։ Իսկ ծածկագիրը հիշում ես։ Աուրելո, խնդրում եմ, ինչպես հիշեմ։ Ես այդ բան որքան բան էի մտածում։ Դե լավ, վերջ։ Ես մանրամասնությունները չեմ ուզում լսել։ Ուզում եմ միայն այնտեղ մտնել ու վերջ։ Լավ, վատ բան մի մտածիր, մի շիշ գինի կար ձեռքիս ու երկու բաժակ։ Ինչ թունավոր միտք ունես երիտասարդ։ Լսիր, իսկ եթե երեխայի անունը հավաքենք։ Տեսնենք։ Ոչ մի օգուտ։ Սպասիր, ես հիմա նրա ծննդյան ամսաթվով կփորձեմ։ Ոչ, չստացվեց։ Իսկ եթե ֆուտբոլի թիմի անուն է, այդպես հաճախ են անում։ Այո, ես հիմա կփորձեմ։ Ոչ, դա էլ չեղավ։ Ինչ վատն է այդ Օվիդիոն, ոչինչ չի ստացվում։ Աուրելիո, իսկ եթե Անաստասիա փորձենք։ Հնարավոր է, տուն ինձ դա, դուր փորձեմ։ Չի ստացվում։ Իսկ Ալեքսանդրա։ Ինչ։ Ալեքսանդրան ինչ կապ ունի դրա հետ։ Դուր տեսնեմ։ Աուրելիո, ծածկագիրը Ալեքսանդրայի անունով է։ Ախ, Աստված իմ ինչ կապ ունի Օվիդիոն Ալեքսանդրայի հետ։ Ինչ է Օվիդիոն ուզում Ալեքսանդրայից։ Չգիտեմ, բայց հիմա կբացահայտենք Օվիդիո Բորոսկու բոլոր գաղտնիքները։ Թաշկինակը ինձ տուր։ Գիտես, հանկարծ այն երգը հիշեցի, որտեղ տղանու աղջիկը ավտոբուսի հետևանքով մահանում են։ Ես չեմ ուզում մեռնել, Մակո։ Ինձ նայր, ապա ինձ նայր։ Ես հրաշտակի եմ նման։ Ոչ, ոչ։ Ուրեմն մենք ողջ ենք, ողջ եւ առողջ։ Բայց Օվիդիոն, պրոբլեմներ կունենա, համոզված եմ։ Այս գործում նրա մատն է խառը։ Մակո, ես միայն ուզում եմ քեզ հետ լինել։ Երբ մեքենան ուժեղ սլանում էր մտքովս, գիտես ինչ էր անցնում, երբ երկուսով միասին պաղպաղակ էինք ուտում։ Հիշեցի այն պահը, երբ դու ինձ այն նապաստակը նվիրեցիր։ Մակո, ես չեմ ուզում միայնակ լինել, ուզում եմ միշտ քո կողքին լինել։ Դե լավ, սիրելիս, ինձ լսիր։ Ես միշտ քեզ հետ կլինեմ։ Եթե անգամ դու չտեսնես ինձ, անգամ եթե հեռու լինեմ քեզանից, լավ։ Կզգամ քո ամեն մի շունչը։ Ու դա ինձ մեծ ոգևորություն հաճվանք կպատճառի։ Այնպես որ խնդրում եմ, լաց մի լինիր։
Մակո, իսկ եթե մի օր մենք մեռնենք։ Մտքիցդ հանիր դա լավ։ Որովհետև երբ մարդիկ իսկապես սիրում են միմյանց, նրանք հավիտյան միասին կլինեն, ինչ էլ լինի, ինչ էլ պատահի, նրանք իրարից չեն բաժանվի։ Լավություն նոր ինձ Անաստասիա, ոչ իմանը մի դիպչիր, ոչ էլ այս կոյան կողմարան, չես ասում, թե Օվիդիոն ինչպես է տեղին ամեն ինչ դասավորել։ Իսկ եթե նա Ալեքսանդրային այստեղ է թաքցրել, դե իհարկե, դրա համար էլ ծածկագիր Ալեքսանդրա էր, ախ Աստվածին։ Ինչ ես ուզում անել։ Ինչ է դա, ֆիլմ, ես կամ այդտեղ։ Գիտես չէ, թե սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ Օվիդիոն միշտ էլ իմացել է, որ ես իսկական արտասովորն եմ, Անաստասիան։ Տես թե ինչ կստանաս, երբ իմ հանձնարարությունը կատարես։ Ինչ շատ է, պարոն։ Սա, լսեք, պարոն, իսկ եթե ուզում եմ բանականի նման սպանել, ուրեմն պիտի լավ պատրաստվեմ, չեք կարծում։ Անգստացիր, ես ամեն ինչի մասին հոգացել եմ, Պադիլա։ Իսկ որտեղից եք գտել այս ամենը։ Ես հատուկ տեղ եմ գնացել, գտել վանականին համապատասխան բոլոր իրերը։ Ցանկացած մարդ կարող է վանականի նման հագնվել, դա շատ հեշտ է։ Այդտեղ յուրահատուկ ոչ մի բան չկա, այնպես որ գնա փոխվիր։ Մեզ միայն թույնն է պակասում։ Այլևս չեմ կարող Օվիդիոին խաբել։ Նա տեսախցիկներով հետևել է ինձ։ Համոզված եմ, նա հիմա էլ է մեզ հետևում։ Դե լավ, կամաց խոսիր, մեզ կարող են լսել։ Անաստասիա, ես ստուգեցի։ Կարծես թե ոչ մի տեսախցիկ էլ չկա այստեղ։ Ստուգեցիր, ինչպես է ստուգեցիր, այո, իսկ եթե հենց այս գրիչն է տեսախցիկը, օրինակի համար եմ ասում։ Կամ էլ նոթատետրը, սուպեր գործակալություն 6 ֆիլմը երբեք չես տեսել։ Սպասիր, Անաստասիա, մենք չենք կարող հուսահատվել։ Ոչ իմանի ձեռք մի տուր, մենք չենք կարող։ Տես, Ապացույցներ էլ չունենք նրա դեմ։ Աուրելո, այս փոքրիկ շիշը տես։ Նույն այն թույնի փոքրիկ շիշն է, բայց դե իհարկե դատարկ է, մաքուր, ախտահանված։ Լսիր ինձ։ Ես վստահ եմ, որ վանականը Օվիդիոն է։ Ախր ինչ անենք։ Այդ մենք գիտենք, բայց մնացածը։ Նա ախր ոչ մի սխալ չի արել։ Մենք նրան չենք բացահայտի։ Իսկ եթե տեսա երիզը ոստիկանատուն տանենք։ Ոչ, իհարկե ոչ։ Դրանով միայն կապացուցենք, որ Օվիդիոն հետևել է քեզ։ Ու որ դու Անաստասիան ես։ Միգուցե նույնիսկ քեզ ձերբակալեն։ Ուրիշ անձնավորության համատակ հանդես գալու համար։ Այլ կերպ ասած, Օվիդիոն ինչ ուզենա կարող է անել։ Հիմա փորձիր դրանք մխրճել բարձի մեջ։ Ու պետք է վարժվես, Պադիլա։ Նորից փորձիր։ Ներեցեք ինձ, պարոն։ Նորից փորձիր, Պադիլա։ Այո, պարոն։ Վերցրու։ Վերցրու այս թաշկինակը։ Այո, պարոն, հիմա։ Իսկ հետո դա կթրջես այս թույնով։ Այո, շատ լավ։ Սպասեք, պարոն։ Ես այս ճանկերից նեղվում եմ։ Երբեք երկայաղմուկ չեմ ունեցել։ Հիմա կփորձեմ, պարոն։ Հիմար։ Հիմա պիտի դուրս գանք այստեղից հիմար, ամբողջ թույնը թափեցիր։ Այո, ներեցեք ինձ, պարոն, խոստանում եմ, ես դա կանեմ։
Ես չեմ դխոքվի։ Խոստանում եմ, ներեցեք։ Քայլիր, Ես տուն գնանք, ես քեզ մի քանի տեսագրություններ ցույց կտամ ու դու կտեսնես, թե բանականն ինչպես է գործում հիմար, տխմար։ Շարժվիր։ Մտեք։ Ներեցեք ինձ։ Բարև ձեզ, Մայրապետ։ Բարև ձեզ։ Մենք ուզում ենք ձեզ մի բան խնդրել։ այո, բարև ձեզ։ Իմ անունը Սանտիագո Բորովսկի է ու ես եկել եմ։ Օրիորդ Վիոլետա Սիլվայի մոտ։ Այո, նա ինձ պատմել է ձեր պատմությունը։ Հիմա նա եկել է, որպեսի խոսի աղջկա հետ։ Ուրեմն Վիոլետան այստեղ է, աղաչում եմ ձեզ Մայրապետ։ Ասեք նրան, որ Սանտիագոն իրեն է փնտրում։ Ես նրան կարևոր բան ունեմ ասելու։ Բիա, այո, ես եմ, ինչ կա։ Բարև Յոլանդա, զանգել եմ ասեմ, որ հայրիկին վիրահատել են, փոխպատվաստումն արել են, հիմա նրա վիճակը կայուն է։ Հիսուս Քրիստոս, շնորհակալ եմ Տեր Աստված։ Ահ, Բիա, Երանի, ես էլ այդտեղ լինեի։ Անգիս եղիր Յոլանդա, նա իրեն հիմա լավ է զգում, կտեսնես, որ ամեն ինչ հիանալի կլինի։ Ամեն աղջիկս, Աստված ձայնդ լսի։ Լավ, ես էլ չեմ կարող խոսել, մյուսներին էլ կասես այդ մասին, լավ։ Ցտեսություն Յոլանդա։ Նա իր ծառայությունն է մատուցում Աստծուն, ես չեմ կարող խանգարել նրան։ Մայրապետ, բանն է, որ Վիոլետան հիմա հուսահատ դրության մեջ է, որովհետև կարծում է, թե ես քահանա եմ դարձել, բայց ես նրա պատճառով հրաժարվեցի իմ կոչումից։ Ես հանուն իմ սիրո արեցի, հանուն նրա։ Լսիր երիտասարդ, դու չպետք է այստեղ գայր, դու օրինակելի քայլ չես արել։ Քեզ ընդունել արդեն դեմ եմ սկզբունքներին, ես չպետք է խանգարեմ Վիոլետային, նա հիմա աղոթում է։ Հասկանում ես։ Ինչ եք ուզում ասել Մայրապետ։ Որ ինձ համար անընդունելի է ձեր արարքը, որով դուք այդքան հպարտանում եք։ Այսինքն ես չեմ կարող Վիոլետային կանչել։ Լավ, ամեն ինչ հիանալի ստացվեց։ Հիմա սկուտեղը գազօջախի մեջ կդնենք, այն պիտի շատ տաք լինի։ Պարզ եմ։ Իսկ հիմա այսպես կանենք, ես գազօջախը կբացեմ, իսկ դու այն մեջը կդնես, հասկացար։ Ոչ, ախր։ Ինչ պատահեց քեզ տեքրս։ Ուզում ես լոգարան գնալ։ Ոչ, այո, ոչ։ Դե բանն է, ինչպես ասեմ ես։ Գրողը տանի տեքրս։ Տաբատիդ հետ խնդիրներ կան։ Գրողը տանի, ներիր ինձ։ Այո, ես կօգնեմ քեզ։ Ներիր, ես չգիտեի։ Սպասիր, լավ, սպասիր։ Սպասիր, ցած դիր դրանք։ Ես ինքս կարող եմ փակել։ Ոչ, շնորհակալ եմ։ Դե մոտեցիր տեքրս, մի ամաչիր։ Խնդրում եմ Ագրիպինը։ Ես կքաշեմ այն։ Ոչ, աղաչում եմ քեզ Ագրիպինա, ոչ։ Տոնին վիրահատել են, փոխպատվաստումն արել են, ամեն ինչ հիանալի է։ Շատ լավ է Յոլանդա, շնորհավորում ենք։ Գնամ մյուսներին էլ ասեմ։ Այո, ճիշտ է։ Քեզ դուր չեկավ Յոլանդայի ասածը տեքրս։ Ոչ, ես։ Ինչ։ Ինչպես արեցիր։ Ինչպես։ Ներիր ինձ տեքրս, բայց ես ոչինչ չեմ հասկանում, ավելի պարզ խոսիր։ Ողջույն երիտասարդներ։ Ողջույն։ Սանտիագոին տեսել եք։ Նա քույր Բերտայի հետ էր։ Միասին դուրս եկան, հնարավոր է որ մեզ լավ լուր բերեն, այնպես չէ։ Միթե, իսկ այդ ինչ լավ նորություն է, չգիտեք ինչի մասին է խոսքը։ Քերի մենք ոչինչ չգիտենք, որովհետև այստեղի միակ բամբասկոտը հնարավորություն չունեցավ ինչ-որ բան լսել։ Քեզ ինչ եղավ հիմար։ Հանգստացիր։ Աստորեն այդ հիմար միանձնուհին եկել ու Սանտիագոին ասել է Վիոլետայի տեղը։ Վիոլետայի։ Վիոլետան հայտնվել է, ինչ ռոմանտիկ է։ Իսկ դու գիտես որտեղ է։ Ինչ լավ է, Սանտիագոն լրիվ հույսը կորցրել է։ Իսկ որտեղ է նա։ Քիչ է մնում խելագարվել։ Իսկ որտեղ է Բերտան գտել նրան։ Հենց հիմա պիտի մի բան անեմ։ Բայց ինչու չես խոսում Աքվիլես, երևի սարսափելի բան է, այո, որովհետև դեմքդ ծամածրել ես։ Տեսնեմ, հապա տեսնեմ։ Ինչ է քեզ հետ կատարվում։ Ինչն է քեզ անհանգստացնում։ Տաբատդ սեղմում է։ Այ քեզ դժբախտություն։
Շղթան փչացավ, այո, չի բարձրանում։ Ցավացրեցի քեզ։ Հենց այդպես։ Չմկտեց դինոզավրիդ։ Այ քեզ դժբախտություն։ Դինոզավրիդ ցավեցրեցի։ Իսկ եթե օգնենք նրան, սպասիր, հարկավոր է փրկել այդ կենդանուն, ճիշտ չեմ։ Ես քեզ կօգնեմ։ Մի բան կանեմ, մի վախեցիր։ Ոչ։ Տեքրս։ Ո՞ղ այդպես չես մնա։ Հարկավոր է ազատել այդ խեղդվող կենդանուն գրողը տանի, բայց ինչ անեմ, ինչ կարելի անել Սուրբ Տիրամայր, ինչ անեմ, մի բան հուշիր ինձ, ինչպես ազատեմ թակարդ նկած այդ գազանին։ Ես անմիջապես զգացի, որ առանց Վիոլետայի շատ կտարապեմ մայրապետ։ Նա առանց որևէ մտքի միշտ իմ կողքին է եղել։ Սանտիագո, նա բաժանեց քեզ եկեղեցուց որդիս։ Ոչ մայրապետ, ոչ։ Վիոլետան ինձ ավելի մոտեցրեց Տիրոջը։ Ամեն անգամ նրա աչքերին նայելիս ես տեսնում եմ այն սերը, որը Տերը պարգևել է մարդկանց։ Միայնության ու տխրության պահին Վիոլետան, որ ինձ ուրախության է նվիրել։ Հասկանում եք, նա փոխել է իմ կյանքը։ Իջի կյանքն էլ ինձ է տվել։ Առանց փոխարենը ինչ-որ բան պահանջելու։ Տերն ընդունել է քո որոշումը, Սանտիագո, ուրեմն ես էլ եմ ընդունում այն։ Այո, նա փոխել է իմ կյանքը ու ինձ սիրելու հնարավորություն է տվել։ Ես հասկացա, թե ինչ բան է իսկական սերը։ Վիոլետան ինձ համար ամեն ինչ է։ Ու ես անում նրա։ Հրաժարվեցի եկեղեցուց։ Ես շատ եմ սիրում նրան։ Զգուշությամբ փակիր այն ու այնտեղ դիր։ Արի արագ գնանք։ Այստեղ ինչ գործ ունեք։ Ես ձեզ հարց տվեցի։ Ինչ գործ ունեք այստեղ։ Մայր Բերտա, ձեզ ով է թույլ տվել Վիոլետային հանել իր սենյակից։ Սանտիագո։ Վիոլետա։ Վերջապես գտա քեզ սերին։ Ես ամենուր քեզ էի փնտրում, բայց չէի կարողանում գտնել։ Ես սիրում եմ քեզ։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Մեկ րոպե խնդրում եմ, մեկ րոպե։ Ես պետք է խոսեմ Վիոլետայի հետ։ Աստծո սիրուն։ Սանտիագո, ես սիրում եմ քեզ։ Իսեր Աստծո, Սանտիագո։ Վիոլետա։ Հարգեք այս հաստատությունը, խնդրում եմ։ Այո, իրավացի եք։ Դուրս արի այստեղից։ Իրավացի եք, ներեք մեր զգացմունքներին։ Մենք տրվեցինք։ Ես քեզ դրսում կսպասեմ, լավ։ Օրիորդ։ Ես ձեզ հետ լուրջ խոսակցություն ունեմ։ Շնորհավորում ենք Զարնի։ Սենյակի անվտանգությունը լավ է գործում։ Մենք փորձեցինք մտնել, բայց չկարողացանք։ Չեք էլ կարողանա։ Այստեղ ոչ ոք չի կարող մտնել։ Չգիտեմ, պարոն, բայց այդ մարդկանց մտքին ինչ-որ բան կա։ Եվ դա կարող է փոխել մեր պլանները։ Ինքներդ գիտեք։ Դա նկատի ունեմ այն։ Հիշում եք այնպես չէ։ Հիմա մի կտոր սառույց կդնեմ, որպեսզի դինոզավրը հանգստանա։ Սառույց։ Ես կմրսեմ։ Այո, սառույցը կհանգստացնի դինոզավրին, ու ես կկարողանամ շղթան բարձրացնել։ Դա լավ, շատ լավ։ Միայն թե արագացրու։ Այո, արագացնում եմ։ Ես չեմ ուզում, որ ինձ այս տեսքով տեսնեն։ Հիմա, արդեն գալիս եմ։ Խնդրում եմ։ Սպասիր, համբերիր։ Լավ, թող տեսնեմ։ Սառույցն եմ դնում հիմա։ Սառեց։ Իհարկե պիտի սառի, բա սառույց եմ դնում, հոգ կրակ չի, սպասիր։ Դա լավ, միայն կամաց։ Զգույշ, խնդրում եմ։ Զգույշ, շատ զգույշ։ Բրոմիլիա, արի այստեղ, հանգստացիր։ Հանգստացիր, Բրոմիլիա, հանգստացիր։ Ինչպես։ Ռոմելիա։ Ես։ Սպասիր Ագրիպինա։ Հիմա կվերջացնեմ, բարձրացնում եմ, ստացվում է, ստացվեց, պատրաստ է տեքրս, վերջ։ Իսկ դու ինչու չես գոռում, Բրոմիլիա։ Ինչ է այստեղ կատարվում, ինչ է Իրանում պատի ետևում Ագրիպինա։ Ռոմելիա, շատ դժվար է բացատրել, ախր ինչպես բացատրեմ, ամուսինդ, ես ժամանակ տուր ինձ, ինչպես թե։
Ես ամուսնուդ օգնում էի բարձրացնել տաբատի։ Ագրիպինա, Աստվածին հավատս չի գալիս, որ Ուղակի Ակվիլես, սենյակ բարձրացիր, շարժվիր, վերև բարձրացիր, շարժվիր։ Գնանք։ Սանտիագոն քո պատճառով հրաժարվել է քահանայի իր կոչումից։ Նա քո մեջ գտել է այնպիսի բաներ, որոնք տիրոջ մեջ չի տեսել։ Սխալ մի արտահայտվեք մայրապետ, խնդրում եմ, իմ ու այդ երիտասարդի միջև բացի համբույրից ոչինչ չի եղել, իսկ համբույրի դեպքում էլ ես ինքս եմ նրան համբուրել։ Վիոլետ, Աստված իմ խոսքս մարմնական հաճույքի մասին չի, աղջիկս։ Սանտիագոն տեսել է, որ դու այն կինն ես, որը կերջանկացնի իրեն, երեխաներ կպարգևի, ընտանիք կկազմի, ողջ սերը իրեն կնվիրի, աղջիկս։ Ախ, մայրապետ, ինչ հրաշալի է, չէ։ Իհարկե, դու պետք է օգտվես քեզ ընձեռնված հնարավորությունից, որովհետև Տերը իր ծառայություններից մեկը հենց քեզ է մատուցել, ու դրա համար դու շատ բախտավոր կին ես։ Ախ, մայրապետ, ես այս աշխարհի ամենաերջանիկ կինն եմ, որովհետև Տերը թույլ է տվել, որպես իր հրեշտակներից մեկը հենց ինձ սիրի։ Աղջիկս, երբեք չդավաճանես նրան։ Վիոլետա, հիշիր մեր այս խոսակցությունը։ Վիոլետա, թույլ չտաս, որ կեղծիքը խափանի այն հնարավորությունը, որ կյանքն է պարգևել քեզ։ Ազնիվ եղիր նրա հետ, աղջիկս, ինչպես որ նա է եղել քո հանդեպ։ Ձեզ համար հեշտ է այդպես ասել, մայրապետ, որովհետև դուք միշտ Աստծո կողքին եք եղել։ Միշտ նրա կողքին եք եղել։ Իսկ իմ տունը փողոցն էր։ Ես ապականված կին եմ, ինձ համար դա այդքան էլ հեշտ չէ։ Աղջիկս, այդ տղան անկեղծ է եղել քեզ հետ, տիրոջ հետ, դու էլ պետք է նույն բանն անես, անկեղծ եղիր տիրոջ հետ, ու կտեսնես, որ կազատվես այդ խեղդող կապանքներից, Վիոլետա, շատ սիրիր նրան, հոգ տար նրա մասին, եւ ամենակարևորը, Վիոլետա, երբեք մի դավաճանիր, մի խաբիր քո սիրեցյալին, Աստված քեզ իր ամենասիրելի մարդկանցից մեկին է բաժին հասցրել։ Շնորհակալ եմ, մայրապետ։ Ես կհետևեմ ձեր խորհուրդներին։ Կսիրեմ Սանտիագոյին այնպես, ինչպես երբեք ոչ ոքի չեմ սիրել։ Անչափ շնորհակալ եմ, Բերտա, իսկապես։ Չգիտեմ քեզ ինչպես երախտապարտ լինեմ այս ամենի համար, ինչ արեցիր։ Մեր համար, որովհետև այսուհետև ես եւ նա միասին կլինենք։ ես նույնպես հասկացա, որ Տերը քեզ համար այլ ուղի էր նախատեսել։ Դու հրաշալի անձնավորություն ես, դու արժանի ես դրան։ Բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է Վիոլետան այստեղ եկել։ Պատասխանը քո ետևում է։ Ներեցեք։ Հայրիկ, այստեղ ինչ գործում ես։ Քո ետևից եմ եկել, Սանտիագո, որովհետև չեմ ուզում, որ Վիոլետային հանդիպես։ Այդ աղջիկը քո պատճառով դժվար կացության մեջ է հայտնվել, ու ես չեմ ուզում, որ դու նրա մեջ զուր հույսեր արտացնես։ Ուրեմն դու գիտես, որ Վիոլետան այստեղ է։ Ինչեր պատրաստվում ինձ ասել։ Ես ուզում եի օգնել, նա շատ վատ է, քո ձեռնադրման օրը նա ահավոր վատացավ, երբ տեսավ քեզ ու հիմա էլ կարծում է, թե քահանա է ստացել։ Ես չեմ ուզում, որ նրան ինչ-որ բան խոստանաս։ Ուշ է, հայրիկ։ Վիոլետան գիտի, որ ես սիրում եմ իրեն, որ հանուն իրեն ամեն ինչից հրաժարվել եմ, ու որ մեզ ոչինչ չի բաժանի։ Ուզում եմ, որ դու էլ իմանաս։ Այդպես մի վարվիր, Սանտիագո, մի արա Աստծո սիրուն, հետո կզղջաս։ Այո, մեծ արագության տակ սրանում ենք, բայց հենց որ մի հարմար տեղ հասա, մեքենան հազիվ այդ կողմ շրջեցի ու կանգնեցրի։ Պատկերացնում եք։ Փառք Աստծո։ Ես վախենում էի, կարծում էի, թե կմեռնեմ, բայց Մակոն փրկեց ինձ։ Ինչ հրաշալի է, որ ոչինչ չի պատահել։ Այո, Աուրելիո, ինչ է քեզ հետ կատարվում։ Ինչ ես անում։ Ոչ, ինչ ես անում, Աուրելիո, հեռացիր այդտեղից։ ես գտա քո տեսախցիկներից մեկով վիդեո։ Ու գիտես ինչ։ Եթե ես քո հետաքնությունը չեմ կարող տեսնել, ուրեմն դու էլի մեջ ես տեսնի։ Հիմար, բախմար, սա այսպես չի վերջանա, ու կհատուցես ինձ սրա համար, ապուշ։ Հրաշալի է։ Շարունակենք մեր զրույցը առանց Օվիդիոյի տեսախցիկի ձայնագրության։ Հարկավոր ես ստուգել ամբողջ տունը։ Միգուցե մեր սենյակում էլ տեսախցիկ կա։ Այստեղ ամոթանկությունն ավելի ուժեղ է գործում, քան բանտախցերում։ Ես գոյտային կտանեմ այստեղից։ Բայց ուր։ Միտեղ որտեղ դու ապահով կլինես։ Ես քեզ մենակ չեմ թողնի, հատկապես հիմա, երբ Պիան այստեղ չէ։ Մենք մի ապահով տեղ կգնանք, գնացինք։ Սպասիր Մակո, ոչ, հանգստացիր։ Ախր ամեն ինչ կմնացած պես չէ Մակո։ Հանգստացիր, հանգիստ, մենք գնում ենք։ Զգույշ կլինես, լավ։ Այո, մի անհանգստացիր։ Աուրելո, ինչ է կատարվում Մակոյի հետ, նա չի կարող Գոյտային հենց այդպես տանել, մի բան արա։
Բանն այն է, որ Մարկոն սիրում է Գոյդային։ Ընկերս սրտանց սիրում է նրան։ Նրանց լավով կարող է հոգնել աղջկա մասին։ Տեսնում ես, թե ինչու պիտի անհետացնեմ այդ արտասովորին։ Ես դա պետք է ավելի շուտ իրականացնեմ, քան պլանավորել էի, որովհետև նրանք բավականին մոտ են մեզ։ Observa. Շատիր նայիր։ Սովորույր ուսուցիչիդ նման սպանել անպիտան։ Նա քո ուսուցիչն է, իսկ դու նրա ուսանողը։ Հայրս թույլ չի տա, որ դու անբարոյականի հետ ամուսնանաս, որքան էլ որ նա լավ մարդ լինի։ Իմ կյանքը ես ինքս եմ տարենում, այլ ոչ թե պապիկը հայրիկ։ Նա քեզ դուրս կվռնդի ընտանիքից ու դու ամեն ինչ կկորցնես, ամեն ինչ։ Դու գիտես, որ ես թքածում եմ դրա վրա։ Համել ես ու պապիկ արդեն համաձայնության եկել ենք։ Ինձ լսիր, Սանտիագո։ Ես փորձում եմ օգնել քեզ։ Այդ կինն արժանի չէ քեզ։ Նա արդեն մի անգամ խաբել է քեզ ու կշարունակի նորից խաբել։ Նրա էությունն է այդպիսին։ Բավական է հայրիկ։ Ես գնահատում եմ քո մտահոգությունը, բայց հասկացիր, որ իմ որոշումները ինքս եմ կայացնում։ Կսխալվեմ, թե ոչ դա իմ գործն է։ Իմ կյանքը դասավորելու իրավունքը ինձ է պատկանում։ Ավելի լավ է գնաս հայրիկ։ Ինչ որ բան ես դրել վրան, յոդ թթվածնա ջուր կամ սառույց։ Չեմ կարող շատ է ցավում։ Ինչպես սառույց չդնեմ, չգիտեմ։ Ուրեմն զգուշ եղիր Աքվիլես։ Պատկերացնում ես ամբողջ ընտանիքն ինչպես կծիծաղի քեզ վրա։ Նրանք հաստատ կիմանան այդ մասին, մի բան բաս կոտագրի, Պինան է, մյուսն էլ Կոնստանսան։ Ինձ չի հետաքրքրում, թե իմ ընտանիքը ինչ կմտածի Բրոմելիա։ Իհարկե, քեզ չի հետաքրքրում, այն որ մարդիկ ծաղրում են քեզ, դա քեզ չի հետաքրքրում, երևի քեզ դուր է գալիս դա այո, իսկ ես ամաչում եմ, որ անկարող տղամարդու հետ եմ ամուսնացել։ Դա պատահաբար ստացած Բրոմելիա, շատ պատահաբար։ Յուրաքանչյուր մարդ էլ կարող է նման իրավիճակում հայտնվել։ Հասկանում եմ։ Բայց ինչ է իրանում, երբ այդ իրավիճակի մեջ հայտնվեցիր Աքվիլես։ Ում հետ էիր։ Ինչ է իրանում, որ այդ հիմարությունը փչացավ, դե պատասխանիր։ Վերջապես մենք միասին ենք սերիմ։ Աչքերիս չեմ հավատում։ Աստված իմ Սանտիագո։ Cabe perfecto entre tus manos, se hace pequeño el calendario cuando tú estás, y este calor Վերջապես մենք միասին ենք սիրելիս։ Խոստանում եմ, որ այսուհետև մեզ ոչ ոք չի բաժանի իրարից։ Աստված կա, որ ես կսիրեմ քեզ այնպես, ինչպես որ ոչ ոքի չեմ սիրել երբեք։ Ես վստահ եմ դրանում սերին։ Ես քեզ սիրում եմ։ Վիոլետան իմը կլինի, դու չես խլի ինձանից։ Ալո, Կուբիլան, Օվիդիո Բորովսկին է։ Սանգել եմ, որպեսի լավ նորություն հաղորդեմ քեզ։ Շատ քիչ եմ մնացել, որ բանականին բռնեմ։ Ես բացատրելու ոչինչ չունեմ։ Դա պատահաբար ստացվեց։ Եթե քեզ այս պատասխանը դուր չի գալիս, դա արդեն քո խնդիրն է։ Շատ լավ, չեմ պնդի Աքվիլես, բայց թույլ տուր տեսնեմ ինչ է պատահել։ Ոչ, չեմ ուզում։ Աքվիլես, ես քեզ համար եմ անհանգստանում։ Լավ ես ստուգել, դու կարող ես վնասվածք ունենալ, կարող է վարակ անցնել դրա մեջ։ Չեմ կարծում։ Ինչ գիտես Աքվիլես, մի համառիր, թույլ տուր տեսնեմ ինչ է պատահել։ Ոչ։ Չես ուզում, ավելի վատ քեզ համար։ Միևնույն է, վերջում վարակից մեռնողը դու ես լինելու։ Ավելի լավ է հիվանդանոց գնանք։ Ոչ։ Տեսնում ես, անցյալ օրը ինձ ահավոր բաներ ասացիր, դրա համար էլ այսպես պատժվեցիր։
Ես նման պատմության մեջ ընկա, որովհետև շատ սառը ու դաժան կին ունեմ։ Իմ համար մեկ վերաբերմունքը ու սիրել լինելը անհասկանալի բաներ են։ Այ այդպիսի կին ունենալու պատճառով եմ մանր վերաճակում հայտնում եմ։ Այո, իհարկե, շատ լավ։ Ես քեզ հետո կզանգեմ, լավ։ Նորից դու։ Հիմա ինչ ես ուզում։ Ուզում եմ, որ երկուսս էլ հանենք մեր դիմակները Օվիդիո, ես ամեն ինչ գիտեմ։ Միթե։ Իսկ ինչ գիտես։ Որ դու մտադիր ես սպանել ինձ, որովհետև ես Աուրելիոին եմ սիրում։ Դրա համար ես ուզում վրեժխնդիր լինել ինձնից։ Ահա թե որն է պատճառը, որ ուզում ես ինձ սպանել։ Ճիշտ է, Օվիդիո։ Մենք դες հիմա դրամ կտանենք։ Ոչ, անչափ շնորհակալ եմ, Սանտիագո։ Ես կնախընտրեի այստեղ մնալ ու զրուցել քույրերի հետ։ Դուք երկուստ էլ խոսելու շատ բան ունեք։ Շնորհակալ եմ, Մայրապետ։ Ես երբեք չեմ մոռանա ձեր հոգատարությունն ու քնքշանքը։ Ձեր շնորհիվ Սանտիագոն գտավ ինձ։ Վիոլետա աղջիկս, այսօրվանից դու նոր կյանք ես սկսում։ Հիշիր մեր խոսակցությունը։ Գնահատիր այն, ինչ Տերն է տվել քեզ։ Գիտեմ, Մայրապետ, ես այդպես էլ կանեմ։ Շնորհակալ եմ։ Ես նույնպես ուզում ձեզ շնորհակալություն հայտնել, Մայր Բերտա։ Շնորհակալ եմ, որ օգնեցիք ինձ գտնել Վիոլետային։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք ինձ նորից հանդիպել այս հրաշալի կնոջը։ Շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ Հիշեք, որ նոր կյանք եք սկսելու, ամեն ինչ նորից պետք է սկսեք ու որ ամենակարևորն է, նոր հարաբերություններ եք ստեղծելու։ Թող Տերը հարթեցնի ձեր կյանքի ուղին։ Ես միայն ուզում եմ, որ դուք լավ օրինակ ծառայեք բոլորի համար ու գեղեցիկ ընտանիք ստեղծեք։ Աստված ձեզ պահապան, երջանիկ եղեք։ Ամեն։ Ամեն։ Հաջողություն։ Հաջողություն, Վիոլետա։ Ինչ է քեզ հետ կատարվում, խելագարվել ես ինչ է։ Որտեղից ես եզրակացրել, որ ես ուզում եմ սպանել քեզ։ Եվ ինչու ես Անաստասիայի նման հագնվել, ինչ ես ուզում։ Այս մարդու սիրտը քարից է, ինչ է։ Օվիդիո, ես գիտեմ, որ դու շատ տարօրինակ ես, գիտեմ, որ ինչ-որ բան ես պլանավորում, Օվիդիո, ես ախր ճանաչում եմ քեզ։ Որքան էլ փորձես, միևնույն է, ոչինչ չես իմանա հիմարը, որովհետև ես ոչինչ չեմ խոստովանի։ Օվիդիո, դու շատ տարօրինակ ես քեզ պահում։ Ես 5 մատից պես ճանաչում եմ։ Ընդունիր, որ ես բացահայտեցի քեզ, իմացա ամեն ինչ, բայց դու ինձ ոչինչ չես կարող անել, որովհետև ես ուժեղ կին եմ, եղավ։ Ես միայն ուզում եմ բռնել բանականին։ Հիմա իմ ուշադրությունը դրա վրա է։ Համել լավ կանեի, եթե այլևս կնոջս նման չհագնվես, որովհետև ես այդ խաղի մեջ ոչ մի զվարճալի բան չեմ տեսնում, Կատալինա։ Ուրեմն նա ինձ Կատալինայի տեղն է դնում։ Կատալինա, դե մտածմունքների մեջ ընկիր, ես գիտեմ, որ դու Անաստասիան ես, բայց քո խաղն ինձ նույնիսկ զվարճացնում է։ Քեզ այլևս ոչ ոք և ոչինչ չի փրկի, Անաստասիա։ Դուք այստեղ ինչ եք անում։ Ողջույն Դեմետրիա։ Ներս մտիր սիրելիս։ Գիտեմ Դեմետրիա, գիտեմ, որ վատ բան կմտածեք իմ մասին։ Ու շատ ճիշտ կանեք։ Ես չպետք է չարաշարի ձեր համաստությունը։ Դե լավ, Մակո, բավական է շատ խոսես, ավելի լավ է ասա ինչ է պատահել։ Դե բանն այն է, որ ես ու Գոյտան մի հավար փորձությունից ենք փրկվել։ Այդ տանը շատ վտանգավոր է մնալ։ Դրա համար ուզում եմ, որ Գոյտան մի որոշ ժամանակով այստեղ մնա, հասկանում եք ինձ։ Նա պիտի հեռու լինի այնտեղից։ Իսկ Տոնին ինչ կարծիքի է այդ մասին։ Նա ոչինչ չգիտի։ Ոչինչ, որովհետև Մայամիում է։ Նրան պետք է այնտեղ վիրահատեն։ Խնդրում եմ, օգնեք նրան։ Ես թքած ունեմ, թե հայրս ինչ կմտածի, որովհետև Մակոն իմ ամուսինն է։ Քո ինչը։ Ձեր երյակից ամենահամեստ աղջիկը Ալեքսանդրան է։ Նա ազնիվ ու հեսկին է, ձեզ նման չէ։ Եթե այդ կանացի հագուստը չլիներ, կարելի էր մտածել, որ դուք պետք է օրինակ վերցնեք նրանից։ Լսիր, երիտասարդ, ինչու Ալեքսանդրային հանգիստ չես թողնում, դու սիրահարվել ես նրան։ Քեզ բացատրություններ չեմ տալու։ Բայց ես ուզում եմ քեզ մի բան հիշեցնել, Ալեքսանդրան Աուրելիոյի հետ է ամուսնացած, մի մոռացիր դա ընկերս։ Թքած ունեմ դրա վրա։ Աուրելիոն իմ կնոջն է տիրացել, ես էլ նրա կնոջը կտիրանամ։ Ջրոպը, լսիր Գոյտան։ Ես քեզ ստում եմ բերել, որովհետև Դեմետրիան շատ հոգատար է քո հանդեպ, այլ ոչ թե որովհետև քո ամուսինն եմ։ Քեզ այնպես բաներ մի հորինիր, լավ խնդրում եմ, պետք չէ։ Մեր միջև ոչինչ էլ չկա, պարզ է, ոչինչ։
Իսկ դու այստեղ չես մնա։ Ոչ գոյտա, ինձ համար մի անհանգստացիր։ Այսօր լիալուսին է այնպես, որ ես չեմ վախենում վերադառնալուց։ Ոչ, ես այստեղ մենակ չեմ մնա, Մակո, ես քեզ հետ կգամ։ Գոյտա դու չես կարող այնտեղ վերադառնալ, որովհետև վանականը այնտեղ է։ Չես հասկանում։ Այո, բայց քո կողքին ես ոչ մի բանից չեմ վախենում, ինչպես անցյալ անգամ, երբ քո սենյակում միասին քնեցինք։ Ինչպես թե։ Ես չեմ կարող իմ տան մեջ նման բաներ հանդուրժել ոչ մի դեպքում։ Սպասեք մի րոպե տիկին Դեմետրիա, մի անհանգստացեք լավ, անհանգստանալու կարիք չկա։ Ես օրինակ որ տղամարդ եմ, հասկանում եք։ Այո, ես լուրջ եմ ասում, ես ու Մակոն շուտով կամուստանանք։ Ոչ, սպասիր։ Դեռ դուրս մի արի։ Շնորհակալ եմ։ Ինչ ես անում, Սանտիագո։ Հանգիստ, սպասիր։ Խելագարվել ես։ Այստեղ մեզ պետք է երջանիկ լինես։ Ու ես ամեն ինչ կանեմ դրա համար։ Արի այստեղ։ Dices que te vas, te quedas más. ¿Y cómo explico lo que siento? Se me enreda hasta el aliento cada vez que tú te acercas. Todo el mundo se despeja. Այսօր կյանքիս ամենաերջանիկ օրն է։ Դու իմ կողքին ես, ես այնքան երջանիկ եմ, ասես ուրիշ մարդ լինեմ։ Ես նույնպես ինձ ուրիշ մարդ եմ զգում։ Աստծո հետ քեզ ավելի լավ է իր զգում։ Դա ուրիշ սեր էր։ Ճիշտ է, Աստծո հետ էի, բայց ես քո կարիքը շատ էի զգում։ Միևնույն է, Տերը միշտ իմ կողքին կլինի։ Երանի ես էլ միշտ քո կողքին լինեմ։ Այսուհետ այդպես էր կլինի։ Այսուհետ մենք միշտ միասին կլինենք։ Չգիտեմ, ես երբեք չեմ պատկերացնել, որ սովորական մանկանացին ինձ այսքան յուրահատուկ զգացում կպարգևի, երբ ես հետ եմ զգում, որ աշխարհը իմն է։ Իսկ ես երբեք չեմ պատկերացրել, որ ինչ-որ մեկն ինձ այդքան գեղեցիկ բառեր կասի։ Այո, դու փոխել ես ինձ ու նոր ապագայի սկիզբ դրել ինձ համար։ Թևեր ես տվել ինձ, որպեսզի ճախրեմ իմ երազանքների գրկում։ Ես ասես փոքրիկ աղջնակ լինեմ։ Այսուհետ մենք միասին կերազենք։ Porque mi amor cabe perfecto entre tus manos, se hace pequeño el calendario. Sin անիմասիր օխոսկեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո յուսած թակարը թսին պատմությունը թորին բաց կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիք է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան